Դուք G-Twix ալիքում եք, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ամեն մեր վլոգի մեջ դու այդ նույն բանը ասում ես, արդեն բոլորը անգիր են ալել, երիք չի։ Մի հատ հետաքրքիր բան։ Մի տարի քանի հատ վլոգ ունենք մենք։ Ես 50 անգամ ես նույն տեքստը կրկնել եմ։ Չես հոգնել Յանա ջան։ Ոչ, ես հələ պատրաստ եմ լիքը տարիներ ես տեքստը ասեցիր մի տարի։ Այսինքն G-Twix-ը 1 տարեկան է։ Այո, մի տարեկան է G-Twix-ը։ Բարև բոլորի, 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 սպաս։ G-Twix-ը մի տարեկան է։ Պատկերացնում ես, կյանք։ Եկեք հասկանանք ես մի տարվա ընթացքում ինչա փոխվել իմ ու Յանայի կյանքի մեջ, ինչա մեզ G-Twix-ը տվել, ոնց է վերցրել, ու տենց լիքը բաներ։ Դե ինչ, սկսեցինք։ Արի հիշենք մեր առաջին վլոգը։ Ամենաառաջին վլոգը։ Ուղղակի խնդրում եմ այդ վլոգը չնել, քանի որ ես ու Էվան ոնց որ կապիկներ լինենք։ Привет, բարև ձեզ։ Ես Յանան եմ, ես Էվան եմ, եւ սա մեր YouTube կանալն է G-Twix։ Մենք չգիտենք ոնց խոսանք, մենք չգիտենք մեզ ոնց պահենք։ Ինչ եք ուզում։ YouTube-ը ուզում սարքենք։ Բացել կանալ, որը կկոչվի G-Twix։ Նորմալ բաներով զբաղվեք, գնաս։ Մամ! Կեսը ռուսերեն էի խոսում, կեսը հայերեն էի խոսում, ու ձենը շատ փոխվել է։ Էվա ինձ սպորեք, ես ռուսերեն չեմ խոսալու։ Главное быть искренним и не фейковым, да? Սկզբում ես ու Յանան մի քիչ դեմ էինք G-Twix-ին, որովհետև էլի Ամերիկայի կոմպլեքսներ, տենց տիպի բաներ, բայց ես շատ շնորհակալ եմ, որ իմ ծնողները մեզ էլի սենց բրթեցին, ու ասին չէ, սա ճիշտ է։ Ու նաև իմ կարծիքով չէինք ուզում, որովհետև վախենում ենք վատ կարծիքներից, բայց վախը պետքա ինչ անել։ հաղթահարել։ Վախին պետքա նայել ուղիղ Աչքերին։ Տեսանք, որ լավ է այնքան շատ է, որ այդ վատը համարյա չի երևում, ուղղակի սկսեցինք հաճույք ստանալ այդ անելուց ու բարբերաբար իրականում մեզ մոտ պահալու մենք չենք հասկանում, որն է նկարահանում, որն է ռեալ կյանք։ ոնց ես ես չեմ հասկանում։ Մենք եք ես չենք խոսքում։ Վիճակներ են եղել, երբ որ ինչ-որ շատ ընտանեկան սենց անկեղծ պահ ա եղել եւ միանգամից Սարգիսը կամերան հանում է նկարում է։ Մի նկարի։ Յանուր։ Այդ ուշադրություն չանցնում ինձ չեք այդ մարդը։ Հետո դու ինձ դրա համար շնորհակալություն ես հայտնել։ Ոմանք ասում, բայց ինչի համար եք ցույց տալիս։ Ես ուզում եմ անպայման այդ փաստը հիմա ասել, որ սա ցուցադրություն չի։ Մենք իդեալական ընտանիք չենք ու չենք էլ փորձում ամեն ինչ իդեալական ցույց տալ, ոչ։ Եվ լինում են վեճեր եւ շատ հաճելի պահեր։ Մեծ մասամբ աշխատում են այս պրոյեկտի վրա հենց մեր ընտանիքը։ Սիրելի G-Twix-իկներ, մենք վարիշել ենք մեր հայրիկի հետ եւ հիմա ինքն է էլի մեր օպերատոր եւ մեր ռեժիսորը։ Իհարկե Մանոն իմ աջ ձեռքն է, բայց այդ հոգսը որ վրես է, ես ավելի ջղայն եմ լինում, Էվան Յանան ու Մանոն շատ հաճախ են նեղանում ինձանից։ Որովհետեւ քեզ դրել ես սուպեր հերոսի Ռեմբոյի տեղը, գիտես որ դա չի կարելի։ Տներես եմ ասում ձեզ։ Ներվատ ես։ Էվա Յանան, սիրում եմ ձեզ։ Իրականում ոչ թե մենք ցուցադրում ենք մեզ, այլ մենք ուզում ենք մեր սխալներով, մեր ամեն ինչի հետ մեկտեղ ցույց տալ լավագույնը, ճշմարիտը, թե ոնց պետքա մարդ փոխվի, ինչքան աշխատանք ունենք յուրաքանչյուրս մեր վրա անելու եւ ամենակարևորը թե ինչքան ենք ընտանիքը սիրում։ Մենք քարոզում ենք ընտանիք, որտեղ կան ընտանեկան առողջ հարաբերություններ, որտեղ կան խնդիրներ, որտեղ կան մի շարք դրական եւ բացասական պահեր։ Կներեք նստած անհարմար է։ Okay, ես քեզ հարց ունեմ, մենք 50 հատ վլոգ ունենք, որոնք են ամենաշատը, որ քեզ տպավորվել են, որոնք են քեզ ամենաշատը դուր են եկել, ու որը որ ընդհանրապես դուր չի եկել։ Դու ասել ես ասեմ։ Okay, իմ դուրը շատ է գալիս մեր Նյու Յորքի շարքը, որը հավաքել է ամենակիչ վյուերը, ու ես չեմ հասկանում խի, որտեվ այդ ամենահավես Նյու Յորքի մասին վլոգերն են, որ ես տեսել եմ անձամբ, նաև ես շատ եմ սիրում այն վլոգը, որ մենք տնից փախել ենք։ Չի եմ սիրում, որտեվ ես եմ այդ վլոգը նկարել ու բավականին շատ վյու հավաքել, ես ամեն անգամ որ ծնեմ մի անգամից
նայեք, ես լիք անգամ պատմել եմ, էլի եմ պատմել, երբ ես ինչ-որ բան եմ տեսնում ու ուրախանում եմ, ես սկսում եմ իմ ոտերը շարժել, բանել, ու ես երբ միշտ այդ վլոգը նայում եմ, մաման կողքից նկարում է, որ ես ասած ինչ-որ սենց տիպի բաներ եմ անում ուրախությունից։ Առաջին 5 բանը հաղորդում եմ ամենա չսիրազնել, որովհետև ես այնտեղ փուջուր երեխա եմ, ես այնտեղ ամոճկոտ եմ, ես այնտեղ բառեր չեմ կարողանում գտնել։ Մինչև Յանան քնած էր, ես արդեն արթնացա ու գնացի զուգարան ու սկսեցի պետքարան եմ ասում, խնդում ես զուգարան եմ ասում, խնդում ես ինչ ես ինձ ասում։ Հիմա ես եմ ուզում ասել, մի քիչ դու էլի շատ ես խոսում։ Մեր մոտ է միշտ ես էլի խոսում եմ։ Իմ ամենասիրած վլոգը երևի կլինի Արևիկի վլոգը, չգիտեմ ինչ։ Ոնց եք։ Շատ եմ սիրում նոր քո ծննդի վլոգը, որը շատ քիչ է հավաքել, բայց ինձ լավ վլոգ էր, ես այնքան եմ սիրել այդ վլոգը։ Ու մեկ էլ աստղային բլոգն է շատ սիրում, որ գնացել ենք Armenia Music Awards-ը, էդի ամենամասշտաբային ու ամենալավ վլոգներ իմ կարծիքով։ Բայց նաև ամենադժվար, ես երբեք չեմ մոռանա, ինչ ստրես է ես ապրում, երբ իմ ծնողները ասում են, «Նավա գնա իրանից հարցազրույց վերցրա»։ Իմ ամենաչսիրած վլոգը երևի առաջի վլոգն է եւ քո ծնունդի վլոգը։ Ես այդտեղ այդ ինչ գեշ եմ լացում։ Յանա ինչա պատահե։ Իսկ հիմա ուշադրություն։ Եթե դուք արդեն նկատել եք, մեր մի տարվա կապակցությամբ մեր ամբողջ YouTube էջը փոխվել է, գույները փոխվել է, այդ մեր տամ տարամ փոխվել է ավելի գլամուր, ավելի աղջկական բանին։ Եթե ձեզ հետաքրքիր է ոնց է դա նկարվել, մենք հիմա կպատմենք, որովհետև լուրջ լրիվ ուրիշ փորձություններ այդ ամեն ինչի նկարել։ Այսօր մեծ ծանր օր է սպասում։ Հաջար, ոնց եմ գլուքսեց։ Եկա։ Այսօր շատ կարևոր օր է, մենք նկարում ենք մեր Gigi Twix-ի նոր շապկեն, ռեբրենդինգ ենք անում ու Gigi-ի շապկան ենք նկարում։ Այսօր շատ հետաքրքիր ֆոտոշութ է լինելու, մենք բոլորս beauty fabric-ի պատրաստված մեր թիմով եկել ենք։ Sitcom, սերիալ եւ վլոգ։ Նայեք իմ սիրուն երեխեք։ Gigi-ի ֆոտոսեսիաներ կողքը կատարվում, մենք արագ նկարում ենք, հետո հետ ենք գնում Gigi-ի այս նկարն ենք նկարում։ Երեխեք հագնում եք վարդագույն ու կապույտ շորիկների իր բաներով։ Մենք ունենալու ենք 3 լուք, սա առաջի լուքն է, դուրս շատ է գալիս։ Այսին կոչիները սակի։ Չէ, շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ այս ստուդիան է Gigi ֆոտոստուդիա, իմ կարծիքով շատ հետաքրքիր է ու շատ տարօրինակ։ Ես ողորմել լորված եմ, չգիտեմ ինչի։ Հանգիստ։ Всё։ Ես ուզում հասկանամ ինչ եմ անելու։ Շապկային ինչ-որ սենց։ Ուղղակի քեզ ազատվա, այդ ամենակարևորն է։ Չէ՞ որ ամբողջ մի տարի էդի գնալու, սենց։ Ոնց որ բան խնդրում։ Պատկերացրեք, ստեղ ասենք Gigi Twix-ի ընտրոն ենք նկարում, ստեղ էլ նկարում ենք Gigi-ի բանը ու սաղ երեխեքը տեղել ու իրանք շուտ բրծան ու բոլորս այդ կանգնել են կամերայի հետևը մեզ են նայում, ես իրանն էլ ու որը տեղ մասկա չէ որ մեզ նկարում են, այդ սա Gigi-ի երեխեքն էին մեզ նկարում։ Այո, որ այդ հեռախոսներով մասը Պապան արդեն իր դերի մեջ է մտել, իր դոկտորսկի բաները դրել է գլխին։ Պապան լինելու է սերիալի մեջ դոկտոր Լյուդվիգ։ Ինքը լինելու է ատամնաբույժ։ Ով քեզ բայց շատ ասազում ես դոկտորի օբրազը։ Հիմա նկարում են մամայի կերպարը։ Լավ է։ Գույնը շատ լավն է։ Բարեմ, չէ՞ ես նկարում ես հիմա։ Չէ, դեռ չէ։ Այս սերիալը տարբերվում է հենց նրանով, որ մեր օբրազները շատ տարբերվող ու շատ սիրուն են։
Եթե ես ասենք չգիտեմ, ասած մի 100 տարի առաջ ապրեի, ինձ դուրս կգայի։ Ենա հոգնել ես, բան չես արել, արդեն հոգնել եմ բոլեն, հո։ High five։ Միած սենց արա։ Վերջացավ ֆոտոսեսիան, Էվան անցավ իրա գործերի։ Բնականաբար պիտի Հավաքել մեր հետից։ Հավաքել։ Այո։ Յանա, իսկ դու ինչի քրոջը չես օգնում հավաքես։ Ես ինձ հիմա օգնեմ։ Ստուդիան մաքրած, շատ լավ օրենք ունեցել։ Յանան ոնց որ չէ, մենակ ես եմ ավարտել։ Ես շատ լավ օր։ Չեք պատկերացնի ինչքան փոքրած են վերջացան նկարահանումները։ Ասք շնորհակալություն։ Լավ է, երբ որ բարի մարդկանցով ես շրջապատված, լավ է, երբ որ բարի գործ ես ուզում անես, լավ է, երբ որ մարդիկ կան, որոնք քեզ սիրում են, ու լավ է, որ դու էլ այդ մարդկանց սիրում ես։ Իմ կարծիքով այս սիրել դնելու բոմբաստիկ սերիալ։ Բոմբաստիկ։ Հիմա խոսանք շատ կարևոր բաների մասին։ Մենք ապագայում մեր պլանները, մեր նպատակները։ Առաջին ամենագլխավոր նպատակը ուզում ենք մյուս տարի անպայման մենք արտադակույն կոճակը YouTube-ի ունենանք։ Ու երեք դա մեր երազակն է։ Դուք կարող եք մենակ նենց անել, որ դա իրականություն դառնա, որովհետև 100,000 follower ու մենք արդեն վերջապես մեր տանը, մեր սենյակում այդ կնոպիչկան կախած կլինի։ Եվ մեր երկրորդ նպատակը դա պարզա գնալ Հայաստան, Հայաստանում լիքը լավ վլոգեր նկարել ձեր համար։ Ու Հայաստանում ես անպայման ուզում եմ անեն ֆան սթրիթ, չէ՞ որ բոլորը դուք մեկ իրար տեսնեք, իրար գրկենք, իրար հետ նկարվենք, TikTok-ներ նկարենք։ Սա մեր առաջին քայլերն էին, սա դեռ սկիզբն է եւ ապագայում ավելի լավ վիդեոներ դուք կտեսնեք։ Մեկ տարի միասին ենք, շատ շուտով դուրս կգա մեր սերիալը DGG-ը, որը շատ երիտասարդական ու լավն է։ Երրորդ նպատակը դա որպեսի DGG-ը սիրվի եւ հայտնի դառնա, որովհետեւ լուրջ մենք հիմա որ նկարահանումներ անցնում ենք։ Բոլոր ուժերը մենտեղ ենք դնում։ Այո, մեր բոլոր ուժերը, մեր ժամանակը Պապայի գումարը սանգնում է DGG-լին։ Ու հավատացեք, եթե դուք այդքան կոմենտներ չգրեք, այդքան չսիրեք DGG-ը, DGG-ը չէր լինի։ Այո։ Ուզում եմ նաև առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել Տարոնին, մեր մոնտաժանողին, Տարոն ջան, հրաշք մեր ընկեր։ Անկեղծ ասեմ, մենք իրեն չենք ճանաչել, որովհետև Ամերիկայից ենք Հայաստան ծանոթացել ու ես հենց եկա Հայաստան անպայման Տարոն քեզ կտեսնեմ։ Իդեպ ուզում եմ բաժանորդագրվեք Տարոնի Instagram-ի էջին, ինքը կինոների մեծ վարպետ է ու շատ լավ կարողանում է մեկնաբանել լավ ֆիլմերը։ Եվ նաև Տաթևին արի շնորհակալություն հայտնենք, որը 1 տարի մոտավորապես մեզ հետ է եղել, ով զբաղվել է YouTube-ի ալիքով։ Տաթև ջան, քեզ էլ Անար շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևում են, ովքեր անկեղծ ու բաց սրտով ընդունում են այն ամեն ինչը որ մենք փորձում ենք տեղ հասցնել։ Հիշեք, ամենակարևոր բանը ընտանիքն է։ Ընտանիքից է սկսվում ամեն ինչ։ Սիրեք իրար։ Ժամանակն է երազանք պահել ու փչել մեր տորտիկը։ Ուղիղ իմ դեպքի վրա շնորհակալություն։ Չեմ կարծում ես սենց է։ Խորսա արա։ Մատում առելու։ Ըսը Պապա չիլնի, դու էլ արա չիլնի։ Պապան չի կարա մի բան անի ու չլինի։ Okay։ Ես ուզում եմ պահեմ, որ մյուս տարի մենք մեր 100,000-ը խփենք եւ մենք ստանանք այդ կոճակը ու ամենակարևորը որ մեր երկրում ամբողջ աշխարհում լինի խաղ։ Համաձայն։ Նենց կուզեի վլոգ անել Յանայի իսկական personality reveal ունի։